Մի քանի հիմնական թեմաների կանդրադառնանք եւ երևի սկսենք այս հարցից։ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ըստ էության եւ շատերի գնահատմամբ առերեսվեց իրական պատկերին, իրական ռեյտինգին, ինչ ինքը ունի։ Գյումրի էր գնացել ավտոշարասյունով, տեսակ մեքենաները մարդկանց էին տարել, բայց կիսադատարկ հրապարակում, այսպես վարչաբենդը թմբուկ էր խփում։ Խնդրեմ այս մասով, հա, ձեր տեսակետը արտահայտեք, ըստ էության այլևս ինքը մերժվում է հիմնականում Հայաստանի բոլոր հատվածներում եւ իհարկե հետաքրքիր է նաեւ այս փուլում Աննա Հակոբյանը նորից եկավ առաջին պլան, ըստ ձեզ սա ինչով է պայմանավորված, կա այսպիսի տեսակետ նաեւ, որ իրենք էլ լավ գիտեն, թե Աննա Հակոբյանը անձնապես ինչ անտի-ռեյտինգ ունի, բայց Փաշինյանը այսպես է մտածում, ընտրություններն ինքը ասում է վարչական ռեսուրսները ձեռքին, կուզեն ընտրակեղծարարություն կանեն կամ գուցե ավելի սարսափելի ծրագիր ունեն եւ դրա համար հոգ չէ, որ Աննա Հակոբյանը նորից կգա առաջին պլան։ Խնդրեմ այս հարցից սկսենք, հետո արդեն իհարկե խոսենք նաեւ ընդդիմության քայլերն ու շանսերը ինչպես է գնահատում։ Բարև ձեզ։ Ինչ վերաբերում է նրան, որ հենց այս կիրակի Նիկոլ Փաշինյանը առերեսվեց իրականության հետ, ապա ես այստեղ թերևս կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր է առերեսվում իրականության հետ վերջի շրջանում, այդ թվում նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը կարծում եմ ինքը այն անձնավորությունն է, որը որ գրեթե ամեն շաբաթվա ռեժիմով ստանում է տարբեր ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ եւ այդ արդյունքները քանի որ հրապարակելու համար չեն հիմնականում դրանք արտացոլում են իրական այն պատկերը, որին ինքը առերեսվում է եւ հասկանում է ինչն է իրական իրավիճակը դրանցից ընդամենը որոշակի կարծում եմ ռետուշ անելուց հետո որոշակի վերախմբագրումից հետո են հրապարակվում որոշ սոցիոլոգիական հարցումներ, եթե իհարկե հրապարակվում են բայց նախընտրական շրջանը հենց առանձնահատուկ է նրանով, որ շատ քաղաքական գործիչներ, մանավանդ իշխանությունը ներկայացնող եւ հիմնականում ղեկավարները երկրի իրենք իրականում գետնի վրա առերեսվում են իրականության հետ, այլ ոչ միայն առերեսվում են թվերի հետ, որոնք իրենք ստանում են, որովհետեւ նախընտրական շրջանում բավականին շատ են շրջագայությունները, նախընտրական կամպանիան հենց դա է ենթադրում, որ պետք է շրջագայես երկրով, փորձես իրական մարդկանց նաեւ հետ խոսել եւ այդ առերեսումը տվյալ պարագայում բավականին ծանր է լինում երբեմն, մանավանդ մեծ քաղաքներում Նիկոլ Փաշինյանի պարագայում արդեն ակնհայտ է, որ մեծ քաղաքներում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ունենալու են բավականին լուրջ խնդիրներ ընդհանուր առմամբ եւ դա Ես կարծում եմ պայմանավորված է նախ եւ առաջ, որ մեծ քաղաքներում այնուամենայնիվ ավելի քաղաքականացված է հասարակությունը, ավելի սոցիալիզացված է, ավելի շատ շփումներ կան մարդկանց միջեւ, այսինքն մարդիկ կամա թե ակամա նույնիսկ սուրճ խմելուց քննարկում են տարբեր ասպեկտներ, տարբեր բաներից են խոսում, սկսած կենցաղային բնույթի խոսակցությունից եւ վերջացած քաղաքականությամբ, իսկ քանի որ քաղաքը դա այն միջավայրն է, որտեղ մարդիկ մանավանդ մեր տիպի հասարակությունում միշտ ինչ-որ մի քիչ էլ քաղաքականությունից են խոսում, առնվազն, ապա այդ քաղաքական գնահատականները, որ կան տարբեր խմբերի մոտ, տարբեր ֆոկուս խմբերի մոտ, մասնագիտական լեզվով ասած, իրենք տարածվում են մյուսների վրա, այսինքն քաղաքը դա մեծ համայնք է, որը որ փոքր բջիջներից է կազմված եւ մարդիկ նորից եմ ասում, քանի որ ավելի զբաղվելու, այսպես ասենք, շատ ավելի տեղեր ունեն, շատ ավելի մասսայական միջոցառումների են մասնակցում, սկսած անձնական ընտանեկանից վերջացրած ինչ որ այլ միջոցառումներով իրենց կարծիքը փոխանակում են իրար մեջ եւ եթե տրենդ է ձևավորվում որոշակի, ասենք, հակաիշխանական կամ պրոիշխանական, ապա այդ տրենդը բավականին արագ տարածվում է։ Հիմա մեծ քաղաքներում նաև քանի որ ավելի ինֆորմացված են, ավելի քաղաքականացված են, մեծ քաղաքներում քանի որ հասու են տարբեր մեդիա ռեսուրսներ, այդ թվում ընդդիմության բոլոր մեդիա ռեսուրսներն են հասանելի, մարդիկ կարողանում են ըստ էության վերլուծել իրավիճակը, այսինքն եւ եթե նայում են իշխանական, որովհետեւ գիտեք շատ դեպքերում իշխանական ռեսուրսները չեն էլ նայում, այսինքն ես նկատի ունեմ օրինակ հանրային հեռուստատեսության, բայց գյուղերում այդպես չէ։ Գյուղերում շատերի համար միակ ինֆորմացիայի աղբյուրը շատ դեպքերում հենց
պրոիշխանական լրատվամիջոցներն են, կամ լրատվամիջոցը հիմնականում, այո, սփռման մասին է, այո, եւ քանի որ փոքր համայնքներ են եւ հիմնականում նաեւ որոշակի ընտանեկան կապերով, այսպես ցեղական կապերով, հիմնական ինֆորմացիայի մյուս տարածման միջոցը, ալտերնատիվ միջոցը դա գյուղամիջն է, այդ պարագայում շատ կախված նրանից, թե այդ միջավայրում ինչ ինֆորմացիա է տարածվում, քաղաքից, ինչպես իրենք են ասում, կամ մայրաքաղաքից, այդպես էլ տրամադրություններ գյուղերում լինում է, բայց այնուամենայնիվ նաև այնտեղ շատ մեծ կապ ունի, թե ասենք գյուղապետը ինչ ազդեցություն ունի մարդկանց տրամադրությունների վրա։ Իսկ քաղաքներում, մեծ քաղաքներում այդպես չէ, եւ ամենալավ սոցիոլոգիան ամեն դեպքում, եթե իմիջայլոց, դա ոչ թե բուն սոցիոլոգիան է, այլ ընտրությունների արդյունքներն են։ Ի վերջո 23 թվականից սկսած առնվազն մենք տեսնում ենք Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ չհաջողվեց։ Բայց մենք տեսանք 3 տեղ միտեղ սպանեցին ընտրված համայնքապետին, Այո։ Գյումրու ընտրված համայնքապետին փակել են, Մասիսի ընտրված համայնքապետին փակի տակ է պահել, այս ամենը ինչ ասում։ Դա գիտեք, դա այլ հարց է այն առումով, որ դա մարդկանց կամարտահայտության հետ կապ չուներ։ Դա արդեն իշխանության ռեպրեսիվ գործողություններն են, այսինքն մարդիկ երբ որ ընտրողները ստանում են մեծ քաղաքներում ամենայն դեպս ընտրելու հնարավորություն, իրենք իրենց ընտրությունը անում են եւ այդ ընտրությունը հավաքական առումով կարծես թե միշտ ընդդիմության կողմն է, նույնիսկ վաղ շաբաթում, որը որ համարվում է, որ իշխանությունը, այսպես ասենք, ռևանշ էր վերցրել օրինակ Գյումրիի համար կամ այլ դեպքերի համար, վաղ շաբաթում այնպես չէ, որ վաղ շաբաթում է այդ ընտրությունը կատարվել, միացրեցին համայնք կողքից, այսպես ասենք, որի շնորհիվ իրենց հաջողվեց պատկերը փոխել, այն էլ ծայրը ծայրին հասցնելով, մի կերպ հասցնելով, այնտեղ նաև իհարկե ընդդիմությունն էլ բավականին լուրջ սխալներ ունեցավ, փոշիացվեցին ձայներ եւ այլն։ Հիմա ամբողջ երկրի մասշտաբով դու չես կարող ասենք լրացուցիչ համայնքներ կպցնես Հայաստանից, չգիտեմ, Ադրբեջանից հնարավոր է համայնք կպցնել, որպեսզի ասենք Նիկոլ Փաշինյանի համար պատկերը փոխվի։ Այս առումով ես ուղղակի ձեր հարցին եմ պատասխանում, դուք ասում եք սա ինչ ազդեցություն կունենա, բնականաբար դա որոշակի ազդեցություն ունենում է եւ իշխանությունը, որը որ հիմա մենք տեսնում ենք, որ բավականին կոշտ ռեպրեսիվ բան է միացրել, մեխանիզմ է միացրել, մենք գրեթե ամենօրվա ռեժիմով այս կամ այն կուսակցության հիմնականում իհարկե տվյալ դեպքում առայժմ խոսքը վերաբերում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ են ձերբակալվում, տանում կալանքի, բնականաբար շատ կանխատեսելի էր, որ խոսքը գնալու էր իբր ընտրակաշառքների բաժանման մասին, դրա տակ հենց խնդիրը հենց նրանում է, որպեսզի տեղական ակտիվիստների, այսպես ասենք, էներգիան զսպեն ընդհանուր առմամբ ազդեն մարդկանց վրա, մարդկանց մոտ վախի մթնոլորտ լինի։ Բայց ես կարծում եմ, որ համենայն դեպս անցյալ շաբաթվա գործողությունները ցույց տվեցին, որ մարդկանց կալանավորում էին, մարդկանց նույնիսկ կալանավորում էին, ել չեմ ասում ձերբակալում էին, բայց այնուամենայնիվ տեղերում այդ հանդիպումները շարունակվում էին եւ բավականին մարդաշատ էին, եւ ես կարծում եմ, որ սովորաբար, ինչպես միշտ, այսինքն սովորաբար ընտրական գործընթացները երբ սկսում է, երբ ընդդիմադիր շարասյունները մեկը մյուսի հետևից սկսում են նաև այցելել իշխանության համար բարենպաստ բազա հանդիսացող գյուղերը, այնտեղ եւ սկսում են այնտեղ ըստ էության այլընտրանքային մոտեցումներ ցուցաբերել, բավականին կոշտ քննադատել իշխանությանը եւ անձամբ վարչապետին, այնտեղ աստիճանաբար այդ մթնոլորտը վախի կոտրվում է եւ սովորաբար Իհարկե, որովհետև հենց այդ գյուղամեջերում հենց պայմանական եմ ասում, հա, երբ ասենք հանդիպում ես եւ սկսում ես այսպես այդ բոլոր գծերը անցնել, այն գծերը, որոնք գյուղացիներից շատերը իրենց համար իրենք են հենց գծեր, որ չի կարելի, ասենք, երկրի վարչապետին քննադատել, կոշտ քննադատել կամ իշխանությանը քննադատել եւ լսում են, որ այնուամենայնիվ քաղաքական ուժեր են գալիս եւ այլ կարծիքներ են հայտնում, այսինքն սկսում են պատկերացնել, որ Երևանում ըստ էության այսպես էլ է կարելի, իրենց մոտ այդ մթնոլորտը աստիճանաբար կոտրվում է եւ սովորաբար դա քաղաքտեխնոլոգները
կենտրոնների մոտ է կոչվում, ասենք դա տալիս է ռեզոնանսի էֆեկտ, մոտավորապես նախընտրական կամպանիայի կեսերին։ Արդեն ամեն յուրաքանչյուր մյուս այցելությունը ընդդիմադիր ուժի շատ ավելի